Շնորհակալություն Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, նախագծի առաջինից երկրորդ ընթերցման քննարկումների միջև ընկած ժամանակահատվածում կառավարությունը երկու առաջարկ է ունեցել։ Հանձնաժողովում քննարկվել է եւ ընդունվել են այդ առաջարկները, ինչի համար շնորհակալ ենք։ Առաջարկություններից մեկը բացառապես խմբագրական նշանակության էր պայմանավորված նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի կարգավորումներով։ Երկրորդի բովանդակությունը ըստ էության այն էր, որ բոլոր այն անձինք, ովքեր մինչև հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը դիմել են նույնականացման քարտ ստանալու համար, նրանց համար հայտարարագրման վերջնաժամկետը կապվի ոչ թե նույնականացման քարտը ստանալու հանգամանքի հետ, այլ նույնականացման քարտը տպագրվելու հանգամանքի հետ, ինչու, որովհետև նույնականացման քարտի տրամադրման եւ փոխանակման հետ կապված հարաբերությունները, այդ թվում ժամկետները հստակ կարգավորված են նույնականացման քարտերի մասին օրենքով, եւ երկրորդ, որպեսզի չլինի այնպիսի վիճակ, երբ քաղաքացու համար նույնականացման քարտը տպագրված է, բայց նա դիտավորյալ չի ստանում, որպեսզի հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը վրա չհասնի։ Օգտվելով այն հանգամանքից, որ դեռ ժամանակ ունեմ, կցանկանայի ուղղակի եւս մեկ անգամ առիթն օգտագործել եւ խոսել այն մասին, որ հայտարարագրման համակարգի ներդրումը բարդագույն, բայց միևնույն ժամանակ կարևորագույն բարեփոխումներից է, որ կառավարությունը նախաձեռնել է։ Կառավարությունը մեծ պատասխանատվությամբ եւ հոգատարությամբ է վերաբերվում այս նախաձեռնությանը եւ ուղեկցելու է դրա սահուն ընթացքը այն տրամաբանությամբ, որ մի կողմից շարունակաբար պարզեցվի եւ բարելավի այս գործընթացը եւ հատկապես մեր հասարակության այն խմբերի համար, որոնք գործնականում կարող են որոշակի դժվարություններ ունենալ հայտարարագրի ներկայացման հետ կապված, մյուս կողմից, որ հայտարարագրի ներկայացման տնտեսական շարժառիթներն ու հնարավոր օգուտները շարունակաբար ընդլայնվեն, խոսքը մասնավորապես վերաբերում է սոցիալական կրեդիտների հետ վերադարձի համակարգի ընդլայնմանը, որովհետև մենք առիթ ունեցել ենք հայտարարելու, որ ներդրված սոցիալական ծախսերի կամ կրեդիտների համակարգը դեռևս իր վերջնական հանգրվանին չի հասել եւ մենք շարունակաբար այդ տնտեսական շարժառիթները ընդլայնելու ենք հատկապես հասարակության սոցիալապես խոցելի եւ ցածր եկամտային խմբերում գտնվող մեր քաղաքացիների համար եւ դուք տեսաք, որ տարեսկզբին կարևոր նախաձեռնությամբ ընդլայնվեցին շրջանակները կրթության մասով, ներառելով ոչ ֆորմալ եւ արտադպրոցական կրթության բոլոր հնարավոր ձևերը գործնականում, առողջապահության մասով իդեմս ատամնաբուժական ծառայությունների եւ օգտվելով առիթից հորդորում եմ մեր սիրելի քաղաքացիներին արդեն ընդլայնված ժամանակահատվածում ներկայացնել հայտարարագրերը, օգտվել սոցիալական ծախսերի հետ ստացման իրենց իրավունքից, որովհետև դրանք կարևոր ներդրում են մարդկային կապիտալում երկու կարևոր նշված ուղղություններով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։